Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Արցախում մնացած վերջին հայրից Կարեն Ավանեսյանին Ադրբեջանի իրավապահները սեպտեմբերին էին կալանավորել, մեղադրելով նրան ահաբեկություն կազմակերպելու մեջ, իբր պլանավորել է հարձակվել օկուպացրած Ստեփանակերտ այցելած Ալիևի վրա։ Ավանեսյանի զբոսանքի այս կադրերը հրապարակեցին, սրանք ներկայացրելով իբրև փաստ, մինչդեռ բացի միուսապարկ ձեռն առած աչ ու ձախ անելուց, այդպես էլ որևէ էական գործողություն չես տեսնի տեսանյութում։ Ընդ որում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ավանեսյանի պաշտպանը նկատում է Ստեփանակերտից հրապարակված կադրերում նա քայլում է ոչ թե այն ուղղությամբ, որտեղ այդ պահին եղել է Ալիևը, այլ ճիշտ հակառակ։ Եվրոպական դատարանում կա ընթացքի մեջ գտնվող դատական գործ ընդդեմ Ադրբեջանի։ Մի մասով բավարարվել է հրատապ միջոցի կիրառելու մասին, որ Ադրբեջանը տեղեկություններ հայտնել առողջական վիճակի մասին եւ հնարավորություն տա, որ Կարեն Ավանեսյանը կապնվի մեր հետ, իր փաստաբանների հետ եւ իր հարազատների հետ։ Այդ պայմանը դեռ չի բավարարվել Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը Եվրադատարանի որոշումը չի բավարարել, փոխարենը Ավանեսյանի գործը հասցրել է Գանձակի ծանր հանցագործությունների դատարան։ Ալիևի իրավապահները 58-ամյա տղամարդու դեմ քրեական օրենսգրքի 8 հոդված են դրել, պահանջում են 18 տարվա ազատազրկում։ Ասում են, թե իբր Կարենը ռազմամթերքի արսենալ է ձեռքի տակ ունեցել, կալաշնիկով, փամփուշտներով լցված պահեստատուփեր, նաև նռնակ։ Ուզում են համոզել, թե այդ ամենը փոքրամարմին տղամարդը տեղավորել է այս մի պայուսակում։ Բայց որ գործը մտնում է դատարան, արդեն գաղտնիության շղարշը դուրս է գալի։ Այլևս անիմաստ է մարդուն պահել ոչ միայն կալանքի տակ, այլև արտաքին աշխարհից կտրված վիճակում։ Դա ընդհանուր կանոն է։ Քրեադատավարական նորմա։ Խափան միջոցը կիրառում են առաջին 1-2 ամիսը մարդուն իզոլացնելու համար, որպեսզի հնարավոր լինի վարույթ իրականացնել, բայց գործը որ մտնում է դատարան, արդեն խափան միջոցը փոխում են։ Հիմա բոլոր հայերի վերաբերյալ գործերը խափան միջոցը երբեք չի փոխել։ Միշտ իրան կալանքի տակ են։ Իսկ այս դեպքում նաև առանց որևէ կապի հնարավորության արտաքին աշխարհի հետ հիմնական իրավունքներ են ոտնահարվում։ Խնդիրը ոչ Կարենին է վերաբերում, ոչ էլ հորինված նախաահաբեկչական ակտին, ասում են մասնագետները։ Ըստ նրանց Ալիևյան կլանի հաշվարկներն իրականում բոլորովին այլ են։ Այդ զարգացումները կապ ունեն Բաքվում ընթացող այսպես կոչված շինծոյի դատավարությունների հետ, որովհետև այդ ամբողջ տեղեկատվական արշավի նպատակը հային հերթական անգամ ճակերտավոր ահաբեկիչ ներկայացնելն է։ Նրանք բոլորը ակնհայտորեն չեն կարող ունենալ զենք զինամթերք, որովհետև արժե որ ադրբեջանական հատուկ ծառայությունները մանրամասն հետազոտություն են արել, ուսումնասիրել են այդ մարդկանց տները, բնակարանները։ Այս օրերին ի դեպ Կարեն Ավանեսյանի պաշտպանները փորձում են Հայաստանի պատասխանատու մարմիններից ստանալ վերջինիս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու մասին փաստաթղթերը, սակայն առողջապահության նախարարությունից հայտնել են, թե տվյալների մշակող չեն։ Անհրաժեշտ է դիմել բուժ հաստատություն, որտեղ կան այդ թղթերը։ Հիմա դիմել ենք իրենց, տեսնենք իրենց պատասխանը։ Տարիներ առաջ Հայաստանում գործարկվեց ազդարարիր AM էլեկտրոնային հարթակը, չշփոթել ազդարար AM-ի հետ։ Առաջինը մի գործիք է, որի միջոցով քաղաքացիները կարող են անոնիմ տեղեկություն փոխանցել պետական համակարգում առկա կոռուպցիոն երևույթների վերաբերյալ։ Այն ժամանակ կար մտաբախություն, որ փոխանցվող տեղեկության մեծ մասը կլինի սուտ մատնություն, կոպիտ ասած մարդիկ կսարքեն իրար գլխի։ Կյանքը ցույց տվեց, որ այդ կանխատեսումները չիրականացան։ Միևնույն ժամանակ չարդարացան նաև դրական սպասելիքները։ Ազդարարման հարթակից քչերն են օգտվում։ Մինչև կարելի ասել վերջին 2 տարի հանրության հետ աշխատանքները կարող եմ ասել, որ տապալված էին այս ինստիտուտի մասով, որևէ մեկը չգիտեր, թե ինչ է իրենց ներկայացնում ազդարարման համակարգը եւ ընդհանրապես ով է ազդարարը եւ ինչպիսի պաշտպանության միջոցներ կարող է ունենալ։ Ազդարարման համակարգը ներդրվել է Արևմուտքի օրինակով եւ Արևմուտքի դրամական միջոցներով կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության շրջանակում։ Մեզ մոտ սակայն գործիքը էական դեր չունեցավ կոռուպցիայի դեմ պայքարի process-ում։ Հարցումները ցույց են տալիս, որ սրանում իր դերն է ունեցել մենտալիտետը։ Այնտեղ այդ հարցը կար վերաբերմունք ազդարարման նկատմամբ, ինչպես է վերաբերվում այդ երևույթի նկատմամբ եւ նաեւ ինչ է կարծում դա
բացասական թե դրական է, շատ վատ արդյունք, 67% գտնում էր, որ դա վատ բացասական երևույթ է, այսինքն սա նշանակում է, որ մեր մոտ դա նույնականացվում է գործ տալու հետ։ Պետությունը ֆիքսել է, որ հարթակի թերի աշխատանքի պատճառներից մեկը ազդարարի ոչ այնքան պաշտպանված լինելն է, այսինքն մարդը պարզում է, որ այսինչ պետական կառույցում կան կոռուպցիոն երևույթներ կամ էլ իրականացվում է փողերի լվացման գործընթաց, ազդարարման պարագայում կարող է ունենալ կասկածներ, որ իր անձը հնարավոր է բացահայտվի եւ ըստ այդմ ենթարկվի հետապնդման։ Ովքեր որ դա իրարկում են, երևի իրենք էլ զերծ չեն այդ նույն ստերեոտիպներից, ինչ որ եւ ժողովուրդը։ Խնդիրը լուծելու համար կառավարությունը պլանավորում է փոփոխություններ ազդարարման օրենքում։ Կարևորագույն խնդիրը հենց ազդարարի պաշտպանությունն է հնարավոր հետապնդումներից եւ այլ խնդիրներից։ Ներքին ազդարարումն այլևս չի իրականացվելու անմիջական վերադասին։ Ազդարարին ազատում են տրամադրվող տեղեկության նախնական ստուգման պարտականությունից։ Ազդարարների պաշտպանությունը եւ դրա երաշխիքների իրականացումը դրվելու է Մարդունակների պաշտպանի աշխատակազմի վրա, բայց իմ մտահոգությունը կանում է նրան, մինչեւ այս կարևորագույն գործառույթը իրազորությունները ՄԻՊ-ին տրամադրել է, արդյոք ՄԻՊ-ը ունեցած ռեսուրսների, ունեցած հմտությունների շրջանակներում կկարողանա այս կարևորագույն գործառույթը կատարածել։ Միջազգային լավագույն փորձը ցույց է տալիս, որ ազդարարման ինստիտուտն արդյունավետ է աշխատում այն պետություններում, որտեղ հանրությունն առավելագույնը վստահում է կոռուպցիայի դեմ պայքարի այդ գործիքը կիրառվող մարմիններին։ Պարզ դիտարկումը ցույց է տալիս, որ մեզ մոտ համապատասխան մարմինների նկատմամբ վստահության հարցում իրավիճակը հեռու է բավարարից։ Գրողները, գրիչները, նկարիչներն էլ վրձինները թողած հիմա էլ կադաստրային արդարություն են փնտրում։ Տասնյակ տարիներ միությունների սեփականություն շենքերն այլևս իրենց չեն պատկանելու։ Պետությունը որոշել է իրենց անունով անել, պետականացնել գույքերը, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի վաճառել կամ սեփականացնել դրանք։ Շուրջ 2 տարի է, ինչ ստեղծագործական միությունները բոյկոտում են դատախազության որոշումը։ Գրողների միության նախագահը տարակուսում է, ինչու են հայտնվել թիրախում եւ ինչու են պարտադրված անորոշ քաշքշուկներով վիճարկել իրենց սեփականության իրավունքը։ Գրողների միությունը պետական չի եղել երբեք։ Գրողների միությունը եղել է ստեղծագործական միություն։ Այստեղ պետական հիմնարկ չի եղել, որ պետությունը ստեղծի նշանակումներ անի, բյուջետ տա, այն տա։ Վերջին 20 քանի տարում գրողների միությունը ոչ մի բան չի վաճառել։ Նախանցյալ տարի եղավ մեր համահավաք ժողովը գրողների։ Որոշեցինք արգելանք որևէ անգամ չվաճառվի մեր գույքը։ Նկարիչներն էլ միացան դրան, կինոյի տանը ընդհանուր միությունները։ Խնդիրը միայն Բաղրամյան 3 հասցեում գտնվող գրողների միության շենքը չէ, վիճարկում են նաև գրողների Սևանի եւ Ծաղկաձորի ստեղծագործական տները։ Միությունում ընդվզում են, նկատում այդ շենքերը երբեք պետության սեփականությունը չեն եղել։ Դրանք կառուցվել ու պահպանվել են գրողների հոնորարներով եւ մասնավոր միջոցներից ստեղծված հիմնադրամներով։ 34 թվականին հիմնադրվել է գրական հիմնադրամ, ոչ պետական, որը համալրվում էր դասական եւ ընթացիկ գրողների տպագրած գրքերի տոկոսներով 10%-ի չափով պահում էին մեր գրքերից, ուղարկում էին գրական հիմնադրամ։ 10-ից ավել գիրք է մեզ հրատարակել այդ ժամանակները եւ 10%-ի չափով առանց մեզ հարցնելու պահում էին, գնում էր հիմնադրամ։ Այդ հիմնադրամով կառուցում էին, վերանորոգում էին մեր շենքերը, ստեղծագործական տները, աշխատավարձ են տվել։ Նույն վիճակում է նաև նկարիչների միությունը։ Միության նախագահն էլ հիշեցնում է, շենքեր կան, որ պարզապես գույք չեն, այլ արժեք, հիշողություն ու ավանդույթ։ Այդուհանդերձ միության անդամները եւս չեն բացառում, որ գույքի պետականացման դեպքում առաջացած հետևանքները բացասաբար կանդրադառնան ստեղծագործական տան գործունեության վրա։ Մենք մնում ենք մեր տեսակետին եւ դրա համար էլ դատական process-ները ընթացքի մեջ են։ Միության անդամները, ոչ միության անդամները բոլորն էլ անհանգստացած են։ Պետականացումից հետո ինչ ձևաչափով ենք մենք կարողանալու տնօրինել, կարողանալու ենք, չենք կարողանալու, որ օրենքով ենք սկսելու առաջնորդվել աշխատել։ Բոլորը հարցեր են, որոնց պատասխանները այս պահին չունենք։ Իսկ թե ինչ փուլում է Բաղրամյան 3-ում գտնվող գրողների միության շենքի վիճարկման հարցը, Միլիտոնյանը նշեց, գործընթացը գտնվում է դատական փուլում։ Որքան կթակեն դատարանների դռները գրողներն ու նկարիչները, բարձ կդառնա թերևս եկող տարվա սպասվող դատական նիստերի ընթացքում։
Երկար տարիներ է, ինչ Հայաստանում գոյություն ունի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների հստակ սահմանված ցանկ։ Խոսքը վերաբերում է արագ տարածվող ու համաճարակային լուրջ վտանգ ներկայացնող 34 վարակիչ հիվանդությունների, որոնց թվում պետության համակարգված միջամտությունը ըստ էության դառնում է պարտադիր։ Նշված հիվանդությունների դեպքում պետության դերակատարումը հստակ էր, ապահովվում էր կոնտակտային անձանց հայտնաբերում եւ հսկողություն, որոնց էլ հետևում էին կարանտինային միջոցառումները, պետական պատվաստումների իրականացումը, անվճար կամ պետական պատվերով բուժօգնությունը, ինչպես նաև ինֆեկցիոն ծառայությունների եւ լաբորատոր կարողությունների շարունակական աշխատանքը։ Սրանց էլ գումարվում էր սանիտարահիգիենիկ վերահսկողությունը հանրային վայրերում, սննդի եւ ջրի ոլորտում, հանրային իրազեկումը, պաշտոնական հաղորդակցությունը, բուժանձնակազմի պաշտպանությունը, պետական պահուստների ձևավորումը։ Այն ներառում է հիվանդությունների վաղ հայտնաբերում եւ պարտադիր գրանցում, յուրաքանչյուր դեպքի օպերատիվ համաճարակաբանական հետազոտություն, վարակվածների մեկուսացում եւ բուժում պետական պատվերի շրջանակներում։ Հիվանդությունների այս ցանկը կտրուկ կրճատվում է, այսուհետև հատուկ վտանգավոր են համարվելու հիվանդություններից ընդամենը 9՝ ժանտախտի թոքային ձևը, խոլերիան, տիֆը, պարատիֆը, համաճարակային ոչլային տիֆը, շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլոզը, հարուցչի արտազատմամբ բոլոր ձևերի դեպքում վիրուսային հեմորագիկ տենդերը, արևադարձային մալարիան, մերձավոր արևելքի շնչառական համախտանիշը, ինչպես նաև համաճարակաբանական ներուժ ունեցող նոր առաջ եկող կամ վերադարձող այլ ախտածիններով պայմանավորված վարակները, իսկ որոնք են դուրս մնում հիշատակված ցանկից։ Փորձագետն է պարզաբանում, այս քայլով պետությունը իդեմս առողջապահության նախարարության սահմանափակում է պետական միջամտությունը եւ հրաժարվում է իր պարտավորությունների զգալի մասից, փաստացի հայտարարելով, որ մնացած հիվանդությունները այլևս իրենց խնդիրը չէ։ Ամենակարևոր կոմպոնենտը, որը որ մեր երկրի համար սոցիալական հիվանդություն է համարվում, դա տուբերկուլոզն է, որի միայն ակտիվ փուլն են համարում հատուկ վտանգավոր։ Հաջորդը կարմրախտն է, կարմրուկը, եւ որը որ մենք տեսանք ինչպես տարածաշրջանում 2 տարի առաջ Հայաստանում դարձավ առաջիններից։ Փորձագետի դիտարկմամբ սա առողջապահական բարեփոխում չէ, եթե պարզապես սա պատասխանատվությունից ազատվել է, ինչը նշանակում է պետության գործառույթների կրճատում հանրային առողջության հաշվին, երբ հիվանդությունը դուրս է մնում վտանգավորների ցանկից, դրան զուգահեռ վերանում է նաև պետության պարտադիր արձագանքը, անվճար բուժօգնության երաշխիքները եւ համաճարակաբանական լիարժեք վերահսկողությունը։